Այդ առաջի կետում ես կանգնալու չեմ գալիս հետ։ Ուղղակի չի քարացել է։ Այսօր մի փոքր պուջուրիքս է դնի, իցիկա թեստ կանենք հոգեբանական։ Ռիսկ չեմ անում գնամ դողալ ստորը։ Չեմ հիշում ոնց եմ զանգել ԱԻ-ին։ Իսկ պետք է առասարակ հաղթահարել վախը կամ ֆոբիան։ Այլ մոլորակայիններ են, ջուր են կրում։ Եթե շարժվի ուշքս կգնա։ Այս ծաղրացուներից ունեմ անասելի վախ։ Մութ և խորհրդավոր քվեստ սենյակներ, որտեղ ամեն խաղը դառնում է նոր արկած։ Քվեսները կարող եք ինչպես ընտրել, այնպես էլ ստեղծել ձեր ցանկացած թեմայով։ Նշեք ձեր միջոցառումը, կորպորատիվը կամ ծնունդը մեկ վայրում։ Թեմատիկ քվեսթը կարող է լինել միջոցառման բաղկացուցիչ մասը։ Ընտրիր քո թեման կամ ստեղծիր այն զրոյից։ Ֆրեզ կամ ամեն սենյակ կարող է դառնալ այն, ինչ դու պատկերացնում ես։ Քո հաջորդ արկածը հենց այստեղ է սկսվում։ Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր դավաֆոբիայի երրորդ թողարկումն է։ Մինչ տեսանյութին անցնելը չմոռանաց բաժանորդագրվել ալիքին, մեկնաբանություններում կիսվեց քո կարծիքով, ինչպես նաև հուշեց, թե ինչ կարող է լինել սև արխում։ Եվ մեր այսօրվա հյուրն է Զարա Ղազարյանը։ Բարև ձեզ Զարա ջան, ինչպես եք։ Բարև ձեզ, հրաշալի։ Ինչպես է ձեզ մեր տաղավար չասեմ, բայց տաղավարը։ Շատ հետաքրքիր է։ Հատկապես որ իմացա 17-րդ տարի, չասեցիք կինո մոռանա, շատ հետաքրքիր է, որովհետև չգիտեի։ Կա ներկա պահին ինչ որ վախ կամ ֆոբիա որ ունեք։ Այո, մշտապես իմ ֆոբիան եղել է միջատների հետ կապված ու մի շատ ծիծաղելի պատմություն կա 2015 թվականին ես անգամ դեռ այն ժամանակ Facebook-ում լուսանկարներ էի տեղադրել ես վախից, երբ որ ինչ-որ անհասկանալի փոքրիկ միջատ տեսա տանը ու մենակ էի, անելանելի այնքան սենց խորներ իմ զգացում, չեմ հիշում ոնց եմ զանգել ԱԻ-ին, ԱԻ-ի սենց հաղթան, չեմ հիշում ոնց եմ զանգել ԱԻ-ին, ԱԻ-ի սենց հաղթանդամ տղաներ եկել են եւ այլն, չթույնել, չգիտեմ ինչ որ բաներ են իրանց հետ բերել, սենց այն ինչա պրոտոկոլը ենթադրում եմ պահանջում, որտեվ ես շատ սարսափած եմ զանգել, երևի մտածել են ինչ-որ շատ թունավոր միջատ է, ու այդպես մի ամբողջ խումբ էր եկել երբ որ հասան հասկացանք որ ինչ որ տենց փոքրիկ չասեմ թիթեր, բայց ինչ որ տենց փոքրիկ միջատ էր, հիմա կոնկրետ չեմ կարող հիշել ինչ էր, բայց ինչ որ փոքրիկ միջատ էր, որը ես չէի ուզում իրան ոչնչացնել, բայց ես շատ վախենում էի, ու sense մի հատ բան կա, եթե ես նայում եմ միջատին ու ինքիմ տեսադաշտից կորում եմ, всё, ես կարող եմ այդ սենյակ չգամ, մինչև հայտնաբերվի այդ միջատը, իմ մոտ դա, չգիտեմ, այդ ֆոբիան անգամ անուն ունի, ինչով ես շատ շնորհակալ եմ մեր ԱԻՆ-ի աշխատակիցներին, իրականում ըմբռնումով մոտենալու, շատ հումորով վերաբերվելու, հա թեմային ու անգամ իրենք հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադարձել էին, որպես անհասկանալի, թե ամենազվարճալի կանչ, բայց պրոֆեսիոնալ ինձ հանգստացնելով եւ այլն, դեռ հատուկ շնորհակալ եմ, իմ երևի թե միակ ֆոբիան դա է, ու դե չասեմ ֆոբիա ունեմ ծաղրածուներից, բայց ծաղրածուներից ունեմ անասելի վախ, հա, ու չեմ, նենց չի որ ինչ-որ Բայց գնայք հայկական ծաղրածուներից, որտեղ մենք ծաղրածուներին վախենալու, շատ ասացում ենք արտասահմանյան ֆիլմերի տենց կերպարների վախենալու հետ, թե ինչ ծաղրածու է լինի Երևի թե ինչ ծաղրածու լինի, իմ մոտ ինչ-որ նեգատիվ էմոցիաներ է դա առաջացնում, անգամ փոքր տարիքից սկսած, իմ մոտ այդ վախը եղել է, բայց անկեղծ չեմ կարող ասել ասոցիացիաները սարսափ ֆիլմերի հետ են կապված, թե ինչի հետ է կապված, բայց միևնույնն է այդ Այդ վախը սենց իմ մեջ կա, հիմա որ մտաբերեմ շատ վախեր կան, բայց ֆոբիայի աստիճանի եւ միջատն է։ Հաղթահարել է, կամ միջատը օրինակ ֆոբիայի աստիճանի ինքը ինչ օրինակ
տարանդուլ պետք է լինի։ Չէ, ցանկացած փոքրիկ միջար, ահա ու ես չեմ կարողանա, թե ինձ կարողա տեղափոխեն ուղիղ հիվանդանոց, որովհետև ես իրոք չեմ կարողանալ հոգեբանորեն եւ այլն, ու ես չեմ ընդունում այն, որ ասում են, եթե քո ֆոբիային կպնում ես կամ անում ես դա, հաղթահարում ես, չէ, նորմալ է։ Չեմ ուզում եսի ֆոբիայով մի մոլորակում ապրում ենք, բայց նաև չեմ սիրում, որ այդ սատկացնելու process-ը չեմ սիրում, որ ոչնչացնում են, սովորաբար այդպիսի սիտուացիաներում միշտ գտնում եմ մարդ, ով որ բաժակով կամ ինչ-որ բանով վերցնում դուրս տանում, հա։ Իսկ դուք ինքներդ կփորձեք օգնել ինչ-որ մեկին ֆոբիա հաղթահարել։ Այսինքն, եթե դուք նայեք ասում եք ձերը, ձեզ չստիպեն դուք տիպ չէ կամ ծառած ու դառնաք շարունակեք, չգիտեմ, ծառած չէ տամոստանաք ֆոբիան հաղթահարելու համար, դուք ինքներդ ինչ-որ մեկին ոնց կօգնեք ֆոբիան, որ հաղթահարի։ Վախը հաղթահարի։ Օրինակ ես ունեմ վախ, չգիտեմ, սարդերից։ Շատ պատասխանատու բան է, որովհետև մարդ, որը ունի բավականին շատ վախեր, կդժվարանամ ինչ-որ բան ասեմ, որովհետև ես ինքս վախենում եմ իմ վախերի հետ դեմ հանդիման դուրս գալուց։ Իսկ չեք փորձում ինչ-որ կոնսինուսի կակ ձեր վախերի հետ։ Չէ, բարձրությունից էլ ինչ-որ չափով կար, բայց zipline-ով թռել եմ, հենց տարեդարձի օրը իրականում էլ շատ բաներ, որտեղ մամաս պայմանավորվածություններ ունեցել ու ինձ ասում էին դե ուղղակի հակիր այդ ամեն ինչը նկարվենք, վիդեոներ անենք հավես, դες էլ նկարվել վիդեոներ եւ այլն, միշտ պատրաստ եմ ու այդ պահին ինձ իհարկե բոլոր ապահովական բաները, բոլորը տեղյակ էին ու ինչ որ տղայի հետ մենք այդ տղան գալիս է արագ գցում է այդ ապահովության բաները ու մենք իր հետ այդտեղի աշխատողներից էր թռնում ենք իմ համար դա երևի առաջին պահը շոկ էր, հետո ես այնտեղ կանգնել էի ու մի քանի կետով էր անցնում ու այդ առաջի կետում ես կանգնել եմ ու չեմ գալիս հետ ուղղակի չէի քարացել էի, բայց հետո շատ հավես էր, երկրորդ անգամ չեմ թռնի իհարկե, բայց առաջին անգամին մի քանի տեղով եւ այլն իհարկե կարճեր հիշում եմ ես ինքնուրույն անգամ թռա, հետո ամենաերկարը նորից ինձ օգնեցին, երևի միակ փորձառություն այդ եղել, բայց ելի ես ինքս քայլ չէի անի, բացառվում էր, եթե օրինակ մամաս այդպիսի սիտուացիա չստեղծեր, դրա համար ես ինքս կդժվարանամ ինչ-որ խորհուրդ տամ, ումեն դեպքում յուսիմ։ Իսկ պետք է առասարակ հաղթահարել վախը կամ ֆոբիան։ Այսինքն նայեք, ձեր դեպքում, եթե միջատ է, ինքը հիմնական տնից է կապված, չէ՞, կամ օրինակ գնանք նկարների գյուղ, բարձր շատ են լինելու։ Կարող է ինչ-որ մի ձև ձեր, չգիտեմ, նկարմանը խանգարի կամ ինչ-որ այլ բանին խանգարի։ Պետք է այդ դեպքում հաղթահարել, թե թո լինի, էլի։ Կյանքը թո լինի։ Եթե կյանքի որակի վրա ինչ-որ հատուկ ձևով չի ազդում, կարծում եմ կարող է լինի, բայց իհարկե, եթե հոգեբանի հետ օրինակ աշխատանքը կարող է դրան օգնել հաղթահարելուն, ավելի լավ է մասնագետին դիմել, եթե զգում եք արդեն ձեր կյանքի որակի վրա դա ինչ-որ կերպ ազդում է, միանշանակ կարելի է դիմել։ Իսկ առհասարակ նորմալ է դիմել հոգեբանին, առհասարակ նորմալ է, որ ասել ես վախենում եմ, դա լինի տղամարդ, թե կին, տարիքը կապ։ Ну, գիտեմ ճիշտ մարդու եմ, դրա համար եմ հարցնում, որ հանդիսատեսը նույնպես հասկանա, որ դա խնդիր չի, то есть նորմալ է, պետք է դիմել, եթե զգում ես, որ դա հա, միանշանակ ու այստեղ սեռը կապ չունի, վախը այնպիսի բան է, որ դու չես կարող ղեկավարել իրեն կամ չգիտեմ ինչ-որ ձև պայմանավորված լինի սեռով կամ տարիքով, վախը այն բանն է, որ անկախ քեզանից լինում է ու պետք չի ամաչել վախենալու համար, ավելի լավ է ի սկզբանե ասել, իմ ծանոթներից մեկը տղաներից ինքը վախ ուներ, որը պայմանավորված էր տարիներ առաջ մանկական տրավմայի հետ, իհարկե ինքը հետագայում հաղթահարեց այդ վախը, որովհետև արդեն իր կյանքի որակի վրա էր ազդում, որովհետև սիրահարվել էր, եւ այդ աղջիկը շունիկների մամա էր, ու իրականում հաղթահարեց այդ վախը, երկար տարիներ ինքը սարսափում էր շներից, բայց հիմնականում թաքցնում էր այդ բանը, ու այդ կարծրատիպերին ինչ-որ զոհ գնալով, իհարկե այն տարիներին դեռ ես այնց ակտիվ բլոգ չէի անում, որ օրինակ չտեմ նաեւ թիրախավորի այդ թեման խոսել, որ տեսեք սոցիումում մարդը կարող է ճնշվի, խոսի իր վախի մասին, որովհետև տղայա ոչ ոմանից չպետք է վախենա։
Բայց դա էլ է կապացուցելու, որ հնարավոր է օրինակ վախը ինչ որ կերպ, ինչ որ աշխատանք տանելով հաղթահարել, բայց չեմ բաց, ես մասնագետ չեմ, հետո որ չեմ բացառում, որ կարող լինեն վախեր, որոնք օրինակ հաղթահարելի լինեն։ Օրինակ լողալ ես չգիտեմ, մոտավորապես երևի մի 12-13 տարի է, ես կազմում եմ to-do list, որի մեջ միշտ ամեն տարի լինում է լողալ սովորելը, բայց դեռ չեմ հաղթահարել ու ես ասում եի, չէ, ես այս տարի անպայման 2025-ին գնում եմ սովորեմ լողալ, բայց էլի այս տարին մոտենում ավարտին, բայց ես դեռ չեմ ռիսկ չեմ անում գնամ լողալ սովորեմ։ Ձեր ընկերները օգնեն Ինձ թվում է դա չի օգնի, որովհետև ես ավելի պետքա տրամադրված լինեմ ինքս ուզեմ եւ այնց մասնագետի գտնեմ, որը իմ համար կլինի չափից դուրս վստահելի, որ ես կարողանամ այդ վախը հաղթահարել։ Այսօր մի փոքր ջուրիքս է միթիկա թեստ կանենք հոգեբանական, քանի որ ինքս չունեմ կվալիֆիկացիա հոգեբանի, ինչպես նաեւ հոգեբուժի, քանի որ թեստ ավելի հոգեբուժական է, քան հոգեբանական, ուղղակի ձեզ ցույց կտամ պատկերները, դուք պետք է ասեք ինչի հետ եք ասոցացնում, ձեր մտքին առաջինը ինչը կա, կարաք երկար մտածեք պատասխանեք ու նաև սելի հանցատես դուք կարող եք մեկնաբանություններում գրել, թե այդ պատկերը դուք ինչի եք ասոցացնեք։ Հիմա մենք կանենք Ռոշախի թեստը, որը իդե բաղկացած է 10 պատկերներից, թանաքապատկերներից, ինչը համացանցում հավանաբար տեսած կլինեք, շատ հայտնի է։ Սա ավելի շատ հոգեբանական թեստ է, հոգեբուժական թեստ նաև, իրականացվում է, որպեսզի մարդու փսիխոանալիտիկան կազմի, օգտագործում է բոլոր մարդու զգայանները, սկսած շնչելուց, վերջացած լեզվի զգացողություններից, որտեղ ամեն պատկեր, ամեն թանաքապատկեր մի բան առաջացնում է, ու թեստի արդյունքները կախված է առաջինը մենք ինչին ուշադրություն դարձրեցինք, որ կետին, վերև, ներքև։ Ես ինքս պատասխանները չունեմ, քանի որ դրա կվալիֆիկացիան չունեմ ու չեմ էլ կարող ինչ-որ մի բան ասել, զուտ հետագայում առանձից առեն կասեցի։ Դուք մեկնաբանություններում գրեք, իսկ մենք սկսենք առաջինից թեստից, առաջին թանաքապատկերից։ Ուղղակի ինչ ենք տեսնում, չգիտեմ։ Իմ համար սա չխչիկ է, սենց բաներով։ Ականջներով։ Ավելի շատ ձեռքիկներով, այսինքն սրանք իր թևերն են, իսկ այս հատվածը ձեռքիկներն են այս տարբերակով։ Իսկ կոնկրետ որ մասն եք ավելի շատ ուշադրություն դարձնում։ Հենց թեքեցիք մի անգամից վերևի հատվածին ու այս թաթիկներին, այսրանց ու այսրանց։ Եթե ինչ մենք կարող իրան թեքենք, եթե ուզեք, պատկերը։ Չխչիկ է իմ համար ինքը։ Ասալ կախված չխչիկ է ոտերից։ Սակայն չխչիկ, օքեյ։ Եվ դիրես քար լրացում։ Սա երկու մարդու դեմք դիտվում է իրար դիմաց կանգնած ու ձեռքերը սենց արած։ Իսկ վրայի կարմիրը կամ գազարագույնը, օրինակ, եթե նախորդ նկարը սև էր ավելի, հա, ուրիշ երանգ չկար, որտեղ սպիտակը եթե ինչ չենք հաշվում, սա ուղղակի ֆոնային է, ինչ որ փոփոխություն գույնը ձեզ համար տվեց, то есть եթե ավելացավ կարմիր կամ նու իհարկե այդ ենեք սենց ասած ավելացավ ինչ որ փոփոխություն։ Նույն ասոցիատիվ հանգիստ։ Կենթանի չկար նկարում դրա համար։ Մարդիկ են իրար դիմաց։ Ես չգիտեմ թե իմ ամենասիրածն է, ով մուլտիկոտ է իմ համար մի քիչ։ Այլ մոլորակայիններ են, ջուր են կրում, ջուր են տանում ինչ որ տեղից, այլ մոլորակային մարդիկներ են։ Իսկ մի քիչ ովելի։ Սա ինչ որ կոնկրետ ասոցիացիա չեմ կարող ասել պատկերային, բայց շատ նեգատիվ էմոցիաներ ինձ տվեց։ Էմոցիաներ նեգատիվ տվեց, կախված կոնկրետ հատվածից, ամբողջ նկարից։ Ամբողջ նկարից ինձ հա նեգատիվ եկավ։ Իսկ առաջինը որ մասն եք ուշադրություն դարձրել։ Ես վերևի հատվածի այդ բաները, որ իսկ հիշողություն արտնացնող թե չէ։ Ոչ շատ նեգատիվ էր։ Okay, շատ է։ Դե թեստը այսքանն էր, կխնդրեմ դուք նույնպես մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, ինչպես նաև կարող է բաժանորդագրվել։ Բաժանորդագրվեք։ Հավատացեք ժողովրդան, արդար։ Մեկնաբանություններ գրեք։ Իսկ մենք բարձրանանք վերև, հա։ Մեկ էլ անձնագիրս էլ ես քանը որ ասեցի, ասա կտանք։
Դες այստեղ սև արկղներ, զարակյան, որ մեջ սկսած անշունչից վերջացած շնչավորից տարբեր կերպարներ կլինեն, կարող է լինել քար, կարող է լինել ջուր, ավազ, ուղղակի փորձում ենք ուշակել, եթե վախենում ենք ասում ենք չենք ուզում, եթե չէ շարունակում ենք խաղը։ Okay. Ձեզ մենակ ենք թողում արկղի հետ, ես գնացի։ Բան, այդ սլայմատի բաներ որ կա, որտեղ լիբերտին է, հա, այդ այս բան դրեք, հաստատ կզզվի։ Ճիշտ, թաց մի բանն է։ Հոնդող է, ոնց եմ մտածեցի։ Ինչ-որ Պիուրե Գրիչ Չմոքսվալ on է ասում Սեղան Խաղողի հատիկ ինչ-որ խիուսի հետ Ռսկ չեմ ոնում Եթե շարժովի ուշքս կգնա Ինչ-որ շատ ինձ պոդրաստեցիք ես հան Ինչ է Պապուկ խաղալիք հա Եթե շունչավոր բանա Հանդրուման Չրկատու Չգիտը Սպանջենք կենթանան Աչկերը փակ вообще դժվար է Ինչ-որ բան է, որը դուք ինձ որ աստիկ աչկերդ փակ է, ինձ թվում է ինչ-որ պուլտով մի բան է Պուլտով խաղալիք Այս մասնի կպնեք вообще սիրտս կպաներ գտել, չէ կմտովի բանը, փորիկն է Ընգավ Ոչ ման չկա Փշուրներ են Ճիճույա Որդ, հա? Ասում չզոտկոցրինք մենք ես որդին Դա հոպում այրա համար Օղով որդ Ավելի շատ վախենալու էր Են որ դու չգիտես ընտեղ ինչա ու այդ պահը շատ վախենալու էր
որ չգիտես ինչի ես տալիս է դեր վախենալու, բայց սկզբի հատվածում ինչ-որ սենց բաները, արդեն մոտավորապես պատկերացում կարող էինք կազմել, ավելի շատ երբ խաղալիքից վախեցա, որ փոփուկ շարժվող ինչ-որ մի բաներ, ինչ կարելի է դնել հաջորդ հյուրի համար։ Կարելի է դնել տառապաններ, ինչու ոչ, թեկուզ խաղալիք, պլաստմասայից ու շարժել թե։ Եթե մարդը չի վախենում, այդ հավես կլինի։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆրեսկային տարածքի տրամադրման համար եւ Hayes Do Styling շապիկի տրամադրման համար։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, իսկ դու չմոռանաս բաժանորդագրվես ալիքին, ինչպես նաեւ կիսվես քո կարծիքով մեկնաբանություններում։ Մութ եւ խորհրդավոր քվեստ սենյակներ, որտեղ ամեն խաղը դառնում է նոր արկած։ Քվեսները կարող եք ինչպես ընտրել, այնպես էլ ստեղծել ձեր ցանկացած թեմայով։ Նշեք ձեր միջոցառումը, կորպորատիվը կամ ծնունդը մեկ վայրում։ Թեմատիկ քվեստը կարող է լինել միջոցառման բաղկացուցիչ մասը։ Ընտրիր քո թեման կամ ստեղծիր այն զրոյից։ Ֆրեսկամ ամեն սենյակ կարող է դառնալ այն, ինչ դու պատկերացնում ես։ Քո հաջորդ արկածը հենց այստեղ է սկսվում։ Thank you.